Ես եկել եմ ձեզ ողջունի խոսք ասեմ, այն ինչը որ պետք է ասեմ, բազմիցս դուք լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ, դուք գիտեք քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քանի հատ ունեք։ 197 անհետ կորած, քանի բարձրաստիճան, ես ասում եմ, քանի բարձրաստիճան սպա ունեք, բռնի անհետացած։ Ընդհանուր բռնի անհետացածների թիվը 197։ Ինձ համար բարձրաստիճան, ցածրաստիճան կապ չունի, որ բռնի անհետացած։ Ում ձեզ կոտորել։ Դուք մեզ կոտորել եք։ Ապահում եք իմ խոսքը։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել։ Դուք կներկայանաք։ Տեխնացի որտեղ եք աշխատում դուք, որտեղ եք աշխատում, չէ ասա որտեղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, ուրեմն լսեք ինչն եմ քանդում, դուք եթե դուք ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք, եթե դուք ռոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացուներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, Սերժինել եմ կզացնելու, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբին կզացնելու եմ, գնա եմ անել, կզացնել եմ և կզացնելու եմ, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնել եմ, կզացնելու եմ, ես հայ եմ, հայ ես աստետությունում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին թե ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել, ես հարի, ինձ էր ասած, ինձ ռոբը դուք, ես բավարաչափով ձեզ լսեցի, ուրեմն, եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացնել եմ սատկացնելու եմ, դուք եք կզեք, դուք եք որ թախել եք, ռոբը, մի րոպե մի գնա, ռոբը Սերջը, և մյուսները, ովքեր, մի րոպե, հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ուրեմն են մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով պախել են պատերազմին, մեր երեխեքին են տքել են, Ռոբիներ են կզացնելու, Սերժիներ են կզացնելու, կալուգացուներ են կզացնելու, գագոյներ են, մի լավ բան անեի, ութը տարի հնարավորություն եք, առողջության ապահովագրություն, թոշակ, բնակարան, մի միլիարդ, քո հետ խոսալություն եմ, ես եք բան չեք եկել, ոչ, կանգնեք ասպետի լսեք, ես կանգնեք և ասում եմ, կանգնեք և լսեք, կանգնեք և ես ասում եմ, են Ղարաբաղի ակցենտով մի րոպե, են Ղարաբաղի ակցենտով, լսեք,
Ես Ղարաբաղի ակցենտով որ մասկետով մի րոպե լսի մի րոպե սպասեք Ղարաբաղի ակցենտով մի րոպե սպասեք Շատ լավ ես ճանաչում մի րոպե ասում եմ ռոբիտ կզացնելու եմ շոքացնելու եմ սատկացնելու եմ կանուտացնելու եմ կզացնելու եմ սատկացնելու եմ շոքացնելու եմ ողորմելին դուք ու ասում եմ ինչ էի կանում երկիր ենք սարքում պետքին ենք սարքում դուք եք կանդել Ղարաբաղով թարանել եք Եվ ես ասում եմ ենք Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները որ բան են տարածում վիդեոն դուք փախած լակոտներ եք հանեք ձեր մասկեց այս տահակներ այ փախածներ այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում ասում ենք դուք վախկոտ համբալներ եք ովքեր փախել եք մարտադաշտից հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ Սերժի լակոտներ Գագոյի լակոտներ կալուկ չոքցնելու եմ սաղիք հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը Բարև ես պարոն վարչապետ Նիկո վարչապետ մի հատ դրանից տուր Նիկո վարչապետ Կոխանում եմ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը վեճի է բռնվել մի քաղաքացու հետ եւ փողոցային բառապաշարով սպառնալիքներ եւ վիրավորանքներ է հնչեցրել հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հասցեին ներառյալ ձեր ինչպես կարձագանքեք Ուրեմն կարձագանքեմ իմ ասեմ ոնց որ 2 օր առաջ ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ իմ բարձունքից իջնեմ հիմնականում ինքը վիրավորում է որտեվ ասելու բան չունի ծրագիր չունի 8 տարի ժողովրդին խաբել է այն առաջի օրվանից մեզ էլ ինձ էլ խաբել մինչև այսօր եթե նա ծրագիր ունենար ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ ես էլ հանդիպելով լինում են տարբեր տեղեր ասենք թե ԿՊԱ-ական էլ մոտենում կինա տղամարդը ես ասել եմ եթե քննադատի տեղի ես կընդունեմ դա ամոթ չի բայց ոչ թե ասենք թե գորգորամ կամ կներվայնանամ շատ ճիշտ տեղը տեղին ասել եմ ԿՊԱ-ական ջան քույրիկ ջան ճիշտ բացատրել եմ եւ նրանք շատ գոհշնորհակալ ներողություն խնդրելով գնացել են հիմնական խնդիրը մեզ ներ ուզում քաշի այդ ուղղությունը փոխելու համար որտեվ նա ասելու բան չունի դրա շնորհքն է այդ մոտեցումն է մեր ղեկավարի որ մինչև մեր դաշնակիցների մեր ճշտամիները այդձևա բանակցե որ այսօրին ենք զոհերը տվել ենք տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք երեք էլ հայտարարեց որ 3 շրջան հələ պետք է հանձնի եւ այդպես գնալու է դա խաղաղություն չի խաղաղությունը երբ փաստաթուղթ լինի ստորագրություն լինի որ դա երաշխավորած լինի որ մենք պատերազմի դուռը փակենք ես ինչ ասել եմ իմ ասածին տերեմ հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի դե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիրը Հայաստանն արժանանալ ինչ որ Արցախը արժանացավ մենք պետք է կարողանանք միասնական մեր հարցերը կարգավորելու երաշխավորած խաղաղություն ձեռք բերելու ներդրումներ լինեն տնտեսություն զարգանա մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի զարգացնենք ծաղկացնենք այսքան մի բան Հարուսաշապ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք նշեցիք որ վախի մթնոլորտում է անցնում Ես այն օրը հայտարարել էի որ 52 հոգի ասել եմ հիմա սաղացեցին բարեք մենակ այդքան բարեք Աբովյանում չկա դպրոցի ուսուցիչ ա եղել գյուղապետ ա եղել մարզիկ ա եղել աշխատող ա եղել ծրագրավորող ա եղել փող քաղաքապետ ա եղել կանչելով դիմում գրի գնա ու համարվում է որ սա դեմոկրատիա է հասկանա դրա համար ես ասում եմ իմաստեղ են կանչելու մարդկանց աղգրեն տղային գործից հանելու համար ամեն հանդիպումից հետո բոլոր հենա Թալինում էլ Գյումրիում էլ բոլոր տեղերը բայց սա կարամ ասեմ ժամանակավոր է մինչև հունիսի 7-ը սա հունիսի 7-ից հետո գնալու են իսկ այդ ովքեր որ պարտադրել են նրանք պետք է մտածեն այդ հանողները գնալու են իրենց գործին մի բան էլ ավել այդ հանողները մտածեն դա պատասխանը որտեղ են տալու ոնց են տալու ոնց են աշխատելու ոնց են ժողովրդի աչքերին նայելու այդքան մի բան շնորհակալ եմ Այս 2 օրը այցելեցինք Արմավիրի մարզ եւ ասեմ որ
համ դրական բան կար, համ բացասական։ Դրական բանը այն էր, որ գյուղացիները, գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր եւ բանջարեղեն, որի բանջարքը շատ մեծ է եւ կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացականը, որ կա ջրի խնդիր, չկա մթերում եւ պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում։ Պետք է տնտեսական լավ քաղաքականություն, որ մարդիկ կարենան շահեկան վաճառք անեն։ Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել եւ այն փոփոխությունները, որ գալու են, այն աշխատատեղերը, որ ստեղծվելու են, երբ մեզ ասում են, որ 300,000 աշխատող չկա, թող մեկնեն Գեղարքունիքի մարզ, տեսնեն ինչքան մարդ է գնում Խոփան, թող մեկնեն մյուս մարզեր մարդիկ, Շիրակի մարզ, Լոռվա մարզ, Արագածոտ եւ տեսնեն, թե մարդիկ ինչպես են պատրաստ աշխատելու։ Նաեւ այս մեր իշխանությունները այս քանի օրը մի քիչ սկսել են խոսույթների մեջ օգտագործել հիմնականում վիրավորական ելույթներ, որտեղ հիմնական նպատակը ցույց տալ, թե իրենք կարող են ինչ-որ մեկին, ինչ-որ ձև ճնշել, մեկը անգամ ասեց ոտնատակ անել, դուք մի քիչ գլուխ եք գովացել, ոտնատակ մարդու չեք կարող անեք, դուք կարաք մենակ բռնել տակ մարդու, հետի կարաք, հետի բան չունեմ ասելու, բռնել տակ կարաք, ոչ մեկ չի քննարկում հետի, ուրիշ բան չեք կարող դուք անեք, Հայաստանում դուք մենակ բռնել տալու նախարարությունն եք։ Հələ սրան նայեք, ոնց է խոսում մարդու հետ։ Մի րոպե մի գնա, Ռոբերտ Սերժը եւ մյուսները, ովքեր մի րոպե հանգիստ։ Թիկնապահների ներկայությամբ գոռում մունաթ է գալիս մարդու հայ կնոջ վրա, որ ամեն ինչ կորցրել է, հիմա եկել ուզում է հարցերի պատասխաններ ստանա։ Ու կապ չունի այդ կինը ճիշտ է թե սխալ, դու պարտավոր ես տալ այդ պատասխանները։ Սա է Հայաստանի խնդիրը միշտ եղել, որ նման լկտի սանձարձակ ձևով երկրի ղեկավարը խոսում է քաղաքացու հետ ու մնում է անպատիժ, հետո այս օրինակն էլ միջև վերջ ամբողջ պետական համակարգով տարածում է ու սկսում են լկտի ավարի խոսալ մեր քաղաքացիների հետ։ Ու գիտեք ինչի է սենց անում, որովհետև գիդի ունի իշխանություն, պաշտպանված է եւ թիկնապահների ներկայությամբ անում։ Այս սա պետքա փոխենք մենք, այս 35 տարիների արատավոր այս կեղտոտ պրակտիկան, որ հենց հիմա մենք տեսնում ենք։ Խնդրում եմ ձեզ, հունիսի 7-ին պետք է գնանք քվեարկության, քվեարկենք, որ փոխենք այս համակարգը։ 6-րդ քվեաթերթիկի օգտին քվեարկելով մենք ամբողջությամբ կփոխենք այս վերաբերմունք այսքան տարիների մեր պետության նկատմամբ ու կունենանք իրական իրավունքի պետություն։